Անի Երանյանը Խայբ սիրավեպի մեջ է հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ։ Անտրեն ինտենսիվ հրապարակումներ է անում իր դստեր հետ։ Կանշական է, որ հենց այդ պետության օրոնք եմ դառնում խոշոր հարկատու։ Էլ քեզ օրկեստր։ Արֆան։ Վաչե Թոմասյանը վերադարձել է Հայաստան։ Դե հիմա էտա ստենդափ շոուով։ Թվում է օրիգինալ։ Եվ այդքան չթխված Պոսլի անունը կրող ՈՒՎԻ արդեն գոյություն ունեցող ֆիլմից։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Էշություն, ապուշություն, իմարություն, բոլորի մասին բամբասեցիք, մարդ չմնաց։ Ինչ։ Մենք չենք բամբասում, քննարկում ենք։ Եթե դուք էլ Սուրբ Մարիա կամ Տեր Հովանես չեք ու դեմ չեք մեզ հետ քննարկել հայկական շոու բիզնեսյան նորությունները, ուրեմն մնացեք մեզ հետ։ Էլվիվարոյի Վիգենի եղբորորդ ռոմանի հարսանիք։ Էլ Սիրուշոյի բիզնեսներ ու հարկերի հետ կապված պատմություններ։ Կին, ամուսին, սիրեկան, բաժանված, նշանված։ Մի խոսքով պատմություններ, որից անգամ հարևանի շունը անտարբեր չի մնա։ Էլ ուր մնաց դու չիմանաս։ Իդեպ, ես Քրիստինան եմ։ Ես էլ Մանանը։ Դե, սկսեցինք։ Եվ այսպես։ Գարնան ամենաճոխ հարսանիք նոմինացիայում հաղթեց Վիվարոյի Վիգենի եղբորորդի ռոմանի հարսանիքը։ Էլ քեզ օրկեստր։ Էլ լուսավոր գնդիկներ բռնած պարուհիներ։ Արֆան։ Մտածեցին, որը ռեստորանում նշեմ, որ ճոխ լինի։ Դվին, չէ, այն չի։ Այ մարզահամերգային համալիրը համապատասխան է։ Հետո ինչ որ մի քիչ ռեստորան չի։ Կարևորը շաբաթներ առաջ օրհնած էր Թաթուլիներ Փարվեստով։ Լավ, չշեղվենք։ Կարևորի մասին։ Որպես հաղորդավարներ հանդես եկան Նազանի Հովանեսյանը եւ Գարիկ Մարտիրոսյանը։ Чтобы тоже было понятно, о чем мы говорим. Поаплодируйте нашим молодоженам, и мы хотим первый тост. Հարսանիքին երգեցին Ձախ Հարութը, Արամեն եւ անգամ Նիկոլ Շերզինգերը։ Ուշագրավ էր մի մեկնաբանություն կապված այս շքեղ հարսանիքի հետ։ Ապա մեկը գրել էր, որտեղից այդքան փող Վիվարոյի Վիգենի եղբորորդի ռոմանին։ Եվ իսկապես կան ենթադրություններ, գրեք մեկնաբանություններում։ Հասունություն վաղ տարիքում նոմինացիայում հաղթում է դերասանուհի Մարիամ Դավթյանը։ 15 տարեկանում ամուսնություն, 16 տարեկանում երեխայի մայր։ Իսկ 2 տարի անց բաժանություն։ Քանի որ երիտասարդ է, ես չէի հասկանում։ Ես ընդունում էի ու ընդունել էի այն, ինչ ինձ տրվել է։ Հիմա դերասանուհին փոշմանում է, որ չի դասավորվել իր անձնական կյանքը եւ նշում է, որ գլխավոր պատճառներից այն է, որ ունի ամուսնացած բաժանվածի կարգավիճակ։ Իսկ միթե այդ հանգամանքը խոչընդոտ է։ Իսկական անկեղծ սիրո դեպքում չեմ կարծում։ Արդյոք պետք է դատել մարդուն անցյալով, թե ոչ։ Թող ձեր պատասխանները լինեն անկեղծ։ Ինչպես նկատեցիք, մենք այսօր մրցանակների հարցում շատ առատաձեռն ենք։ Տարվա ինտրիգան կամ մրցանակը այս անգամ վերցնում է Անի Երանյանը։ Անի Երանյանը Խայբ սիրավեպի մեջ է հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ, ում հետ լուսանկարները Instagram-յան հարթակում ուրախացնում են հետևորդներին։ Նրանց սիրելի զբաղմունքներից է գուշակությունը, արդյոք այդ սիրավեպը իրական է, թե ոչ։ Իսկ հիմա Անին նկարահանվում է նախկինի հետ մի ֆիլմում, թվում է օրիգինալ։ եւ այդքան չթխված Պոսլի անունը կրող ՈՒՎԻ արդեն գոյություն ունեցող ֆիլմից։ Անին բացումը գմփացնում է մեկ փամփուշտով։ Նա հրապարակում է մի տեսանյութ ինտրիգային գրառմամբ։ А теперь отпусти меня. Пожалуйста. Հավատում եք զույգի միավորմանը, թե ոչ, գրեք մեկնաբանություններում։ Եվ հիշեք, որ Solens ֆոտոստուդիան միշտ պատրաստ է ձեզ աջակցել ցանկացած նկարահանման հարցում։ Իսկ մանրամասների համար գրեք Solens ֆոտոստուդիոյի Instagram-յան էջին եւ ամրագրեք ձեր նկարահանումը։
Անմխիթար հարկատու մրցանակը ընծայում ենք արդար քրտինքով վաստակած երկչուհի բիզնեսվոման Սիրուշոին։ Ինչպես գիտեք, Սիրուշոն ունի մեծ զարդերի բիզնես եւ իր բիզնես լեյդիական օֆիսային զրույցներով հաճախ սիրում է կիսվել Instagram-յան հարթակում։ Ունենալով զարդերի բիզնեսը Եվ ոչ միայն Սիրուշոն զարմանքով նշեց, որ համարվում է 1000 խոշոր հարկատուներից մեկը Հայաստանում։ Շատ ավելի երևի հատկանշական է, որ հենց այդ պետության օրոնք եմ դառնում խոշոր հարկատու։ Ոնց ասենք, որ ճիշտ լինի։ Մեղմ ասած, մեր ժողովուրդը չի հավատում, որ արդար կերպով եւ լիարժեք հարկերը վճարվում են տվյալ անձի կողմից։ Ու այն պետության օրոք, որը որ ջանք չի խնայում, որպեսզի հնարավորինս շատ խնդիրներ ունենամ ես եւ ընտանիքս այս երկրում։ իսկ մինչ այդ Սիրուշոն դատի տվեց մի շարք այլ գործատուների, ովքեր իր խոսքով կրկնօրինակում էին զարդերը։ Այդ գործատուներից մեկն էլ հրապարակեց մի հոլովակ, որտեղ ներկայացրեց այդ զարդերի գոյությունը թեմու հավելվածում մինչ Սիրուշոյի զարդերի ստեղծելը։ Նշենք, որ Սիրուշոն բացի զարդերից նաև արտադրում է տիկնիկներ եւ հարսանյաց զգեստներ։ Համարում եք Սիրուշոյին անկեղծ։ Մեկնաբանեք ձեր տեսակետը։ Չմոռանաք նաև մի քանի դոլարով միանալ մեր Patreon-ին։ Սիրիառատ հայր, թեզևական բնույթ գրող հոլովակներ Անդրեի կողմից։ Ինչպես հայտնի է, վերջերս բաժանվեց երգիչ Անդրեն։ Բաժանության պատճառը ըստ նախկին կնոջ Անի բռնությունն ու ծեծն էր։ Իսկ մինչ դատարանը հիմա լրջորեն քննարկում է տվյալ հարցը, Անդրեն ինտենսիվ հրապարակումներ է անում իր դստեր հետ։ Չկա տպավորություն, որ հոլովակները ձևական բնույթ են կրում։ Պարզապես տարօրինակ է, երբ որևէ մեկը, ով пассив է սոցհարթակներում, սկսում է ակտիվանալ, կարծես թե ինչ որ մի բան ապացուցելու նպատակով։ Մի փոքր պրեմիերաներից։ Վերջերս Անորա ֆիլմից ել ավելի հայտնի դարձած Վաչե Թովմասյանը վերադարձել է Հայաստան դե հիմա էտա ստենդափ շոուով։ Դիտենք փոքրիկ հատված տվյալ ստենդափից։ Գնա գյուղից մետ աննարատ աղջիկ ճարի ամուսնացի։ Դա ի՞նչ է։ Գյուղում էկո աղջիկներ են, հա? Օրգանիկ սիլիտրա սիլիկոն չտեսած աղջիկներ են։ Հավանում եք Վաչեին ստենդափի ժանրում, թե հոլիվուդյան քամիները կանչում են։ Այսօրվա համար այսքանը։ Հետևեք էջին նորությունները բաց չթողնելու համար։ Հաջողություն։